Մի խումբ հայտնի եւ հարուստ կանայք Քեթի Փերիի հետ միասին մեկնել էին տիեզերական ճանապարհորդության եւ արժանացել հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների քննադատությանը։ Սասեքսի դքսուհին Մեգան Մարքլը Netflix-ով թողարկել է իր խոհարարական շոուն եւ ինչպես միշտ ստացել բացասական կարծիքներ։ Բիանկա Սենսորին վերջապես ապահարզանի հայց է ներկայացրել դատարան ցանկանալով բաժանվել բռնակալ Քանյե Ուեսթից եւ վերջապես տեղի է ունեցել տարվա գլխավոր երաժշտական փառատոնը Coachella 2025-ը, որը պետք է լիներ ցնցող, բայց ինչպես ամեն տարի այն անցավ տապալված։ Այս եւ այլ շատ հետաքրքիր նորություններ ձեզ սպասում են այսօրվա նորությունների թողարկմանը։ Մինչ հոլովակի բուն թեմային անցնելը չմոռանաք հետևել ալիքին, սեղմել լայքի կոճակը եւ գրել մեկնաբանություն հոլովակի ցանկացած թեմայի մասին։ 2025 թվականի ապրիլի 14-ին Blue Origin ընկերության New Shepard հրթիռը պատմական, ամբողջությամբ կանացի կազմով տիեզերական թռիչք է կազմակերպել։ Թռիչքը տևել է մոտ 11 րոպե եւ հասել Կարմանի գծից վեր, պաշտոնապես համարվելով տիեզերական ուղևորություն։ Թռիչքի մասնակիցները եղել են երգչուհի Քեթի Փերին, ամենահարուստ տղամարդու Ջեֆ Բեզոսի հարսնացու Լորես Սանչեսը, լրագրող եւ հաղորդավար Գեյլ Քինգը, իրավապաշտպան Ամանդա Մնգուեն, ինժեներ Այշա Բոուն եւ ֆիլմերի պրոդյուսեր Քերիա Ֆլին։ Այս թռիչքը դարձել է առաջինը վերջին 60 տարում, որի անձնակազմում միայն կանայք են եղել։ Սակայն այս թռիչքը համարվում է ոչ թե թռիչք դեպի տիեզերք ուսումնասիրելով տիեզերքը կամ երկիր մոլորակը, այլ սա պարզապես ճանապարհորդություն է եղել, եւ համեմատել Վալենտինա Տերեշկովայի թռիչքի հետ սա պարզապես անհետեթություն է։ Քեթի Փերին նշել է, որ այս թռիչքը իր մանկության երազանքն էր, որը նա ունեցել դեռևս 15 տարեկանից։ Նա նաև իր հետ տարել էր Դեյզի ծաղիկ, որպես հարգանքի նշան իր դստերը Դեյզի նկատմամբ, ով առաջին անգամ հրապարակային աջակցել է մորը։ Թռիչքի ընթացքում Քեթի Փերին կատարել է Լուի Արմսթրոնգի What a Wonderful World երգը, դառնալով առաջին փոփ-աստղը, ով հայտնվել է տիեզերքում։ Սակայն թռիչքը որոշակի քննադատության արժանացել որպես շքեղության եւ ցուցադրականության դրսեւորում։ Այս տիեզերական թռիչքը արժանացել է բազմակողմանի քննադատության, ընդգրկելով էկոլոգիական, սոցիալական եւ մշակութային ասպեկտներ։ Ֆրանսիական Լիբերասիոն պարբերական տվյալներով յուրաքանչյուր ուղևորի հաշվով թռիչքը արտադրել է առնվազն 15 տոննա ածխաթթու գազ, ինչը համարժեք է 1 մարդու 8 տարվա արտանետումներին։ Նշեմ, որ Blue Origin կազմակերպությունը պատկանում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։ Blue Origin-ը պնդում է, որ օգտագործում է միայն ջրի գոլորշի արտադրող հեղուկ ջրածին։ Այդ ջրածինը հիմնականում ստացվում է բնական գազից առաջացնելով լրացուցիչ արտանետումներ։ Ընդհանուր առմամբ մեկ թռիչքը կարող է արտադրել մինչև 93 տոննա ածխաթթու գազ, իսկ որոշ գնահատականներով մինչև 358 տոննա հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքները։ Շատերը թռիչքը դիտարկել են որպես շքեղության եւ ցուցադրականության դրսեւորում։ Business Insider նշել է, որ Քեթի Փերիի մասնակցությունը ընկալվել է որպես անտեղի, հատկապես տնտեսական դժվարությունների պայմաններում։ Նաև քննադատվել է, որ թռիչքը ներկայացվել է որպես կանանց ներգրավվածության խթանում STEM ոլորտում, սակայն իրականում այն ընկալվել է որպես մակերեսային մարքեթինգային քայլ։ ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին նշել է, որ թռիչքի մասնակիցները չեն համապատասխանում աստղագնաց տիտղոսի չափանիշներին։ Նա ընդգծել է, որ չնայած նրանց խիզախության, նրանք չեն համապատասխանում FAA-ի սահմանած չափանիշներին։ Հանրային արձագանքը ներառել է նաև հումորային մեկնաբանություններ, օրինակ Մարթա Ստյուարտը Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ ինքը զրոյական գրավիտացիայի պայմաններում նշել է, որ դա տեղի ունեցել դեռևս 2007 թվականին եւ տիեզերք մեկնելու կամ բացարձակ զրոյական գրավիտացիայում լինելու համար պետք չէր 11 րոպեվա ընթացքում աղտոտել երկիր մոլորակը, եւ որ նա առաջինն է եղել։ Թռիչքի արժեքը ընդհանուր առմամբ գնահատվել է մոտ 28 միլիոն դոլար յուրաքանչյուր ուղևորի համար, ինչը նաև քննադատության արժանացել հաշվի առնելով աշխարհի սոցիալական եւ էկոլոգիական խնդիրները։ Շատ մարդկանց նաև զայրացրել է ֆեմինիզմի մակերեսային օգտագործումը։ Թռիչքը ներկայացվել է որպես կանանց ներգրավվածության խթանում CAM ոլորտում, սակայն որոշ քննադատներ այն դիտարկել են որպես մակերեսային մարքեթինգային քայլ առանց իրական ազդեցության։ Գեյլ Քինգը պաշտպանել է իր մասնակցությունը թռիչքին, նշելով, որ այն նպատակ ունի ոգեշնչել կանանց եւ երիտասարդ աղջիկներին։ Նա ընդգծել է, որ թռիչքը նաև հնարավորություն է տվել գիտական հետազոտությունների իրականացմանը, մասնավորապես
մարդու ֆիզիոլոգիական ուսումնասիրությունը տիեզերքում։ Քանի որ Գեյլ Քինգը 70 տարեկան է եւ տարեց մարդիկ տիեզերքում պարզապես չեն դիմանում։ Չնայած հաշվի առնելով, որ նրանք այդքան էլ երկար ճանապարհ չեն անցել, ինչպես նաեւ Գեյլ Քինգը սխալ մեկնաբանություն է տվել, ասելով, որ պետք չէ քննադատել մեր թռիչքը, մենք չենք կեղտոտել մոլորակը, այլ փորձել ենք մոլորակի աղտոտվածությունը տանել տիեզերք, ինչը կրկին առաջացրել է քննադատություններ, քանի որ հերիք չի կեղտոտում ենք երկիր մոլորակը, մի բան է կեղտոտենք տիեզերքը։ Ելքինգը նաև նշել է, որ քննադատությունները հաճախ պայմանավորված են սեռական կողմնակալությամբ, ընդգծելով, որ կանանց մասնակցությունը նման նախաձեռնություններին հաճախ ավելի խիստ է գնահատվում, քան տղամարդկանցը։ Kanye West-ը եւ Bianca Censori-ն բաժանվել են։ Փետրվարին TMZ-ն եւ Daily Mail-ը հաղորդեցին, որ զույգը բաժանվել է եւ արդեն կապվել է իրենց փաստաբանների հետ ամուսնալուծության գործընթաց սկսելու համար։ Bianca Censori-ն ըստ որոշ աղբյուրների ցանկացել է բաժանվել շատ շուտ, սակայն Kanye West-ը վերահսկել է նրա կյանքի բազմաթիվ ասպեկտներ, ինչը դժվարացրել է բաժանումը։ Չնայած բաժանման մասին լուրերին, վերջերս զույգին նկատել են միասին Իսպանիայում, ինչը վկայում է հնարավոր հաշտեցման մասին։ Կամ էլ սա պարզապես Քանյեի հնարքներից մեկն է մշտապես հանրության ուշադրության կենտրոնում մնալու համար։ Այսպիսով, թեև պաշտոնական ամուսնալուծություն դեռ չի հաստատվել, Kanye West եւ Bianca Censori հարաբերությունները ներկայումս անկայուն են եւ ապագան մնում է անորոշ։ 2025 թվականի մարտի 4-ին Netflix-ի հարթակում մեկնարկել է նոր շոու With Love Meghan։ Շոուի հեղինակը եւ հաղորդավարը Sussex-ի դքսուհի Մեգան Մարկլն է։ Շոուն բաղկացած է 8 սերիայից, որոնք նկարահանվել են մոտ տեսիտոն գտնվող ֆերմայում։ Մեգանի եւ արքայազն Հարի տան մոտ։ Մեգանը հյուրերին հրավիրում է իր խոհանոց պատրաստելու տարբեր ուտեստներ, ինչպես օրինակ ֆոկաչա, տոմատի քիշ եւ սպագետի։ Նա նաև կիսվում է այգեգործության, տան ձևավորման եւ հյուրասիրության խորհուրդներով։ Շոուում հայտնվում են հայտնի հյուրեր, այդ թվում դերասանուհի Մինդի Քալինգը, խոհարար Ռոյ Չոն եւ այլոք։ Դեռևս նրանք միակ հայտնի մարդիկ են։ Շոուն առաջին շաբաթվա ընթացքում դիտել են 12.6 միլիոն ժամ։ Այն հայտնվել է Netflix-ի գլոբալ լավագույն 10 շոուների շարքում։ Սակայն առաջին եւ Մինդիի հետ սերիան է շատ դիտվել։ Մեգան Մարկլի խոհարարական շոուն արժանացել է քննադատությունների մի քանի հիմնական պատճառներով։ Որոշ քննադատներ ընդգծել են, որ Մարկլը ունի մասնագիտական խոհարարական փորձ, ինչը հարցեր առաջացրել նրա հմտությունների վերաբերյալ։ Օրինակ, թագավորական խոհարար Ռիչարդ Քորիգանը շոուն անվանել է ցածրորակ հեռուստատեսային շոու։ Որոշ դիտորդներ շոուն համարել են անհետաքրքիր եւ ինքնասիրահարվածության դրսևորում։ Rotten Tomatoes կայքում շոուն ստացել է ընդամենը 33% գնահատական, որը չափից դուրս քիչ է։ Չնայած ներկայացում է, որ շոուն նկարահանվել է Մարկլի Մոնտեսիտոյի տանը, սակայն Մեգանը ասում է, որ նկարահանման տունը իրենը եւ նա շատ իրերի տեղերը չգիտի։ Սա նույնպես քննադատվել է, քանի որ հյուրասեր, հյուրընկալ մարդը գոնե պետք է հյուրերին տաներ իր տուն։ Նրանք պատրաստում են ուտեստները նկարահանման հրապարակում այլ տանը, այնուհետև տեղափոխվում են Մեգանի այգի, որպեսզի այնտեղ վայելեն։ Սա մի փոքր մարդկանց համար բեմականություն է, ինչը նույնպես արժանանում է քննադատության։ Սա իհարկե գիծ է քաշում հյուրասեր Մեգանի համբավի վրա։ Նա իր այգից քաղում է, հավաքում է մրգեր ու բանջարեղեն, բայց պատրաստում է այլ տանը։ Շոուն դարձել է քննարկման առարկա սոցիալական ցանցերում, որտեղ որոշ օգտատերեր կասկածի տակ են առել Մարկլի խոհարարական հմտությունները եւ շոուի անհրաժեշտությունը։ Նմանատիպ շոուները համարվում են անտեղի մեր օրերում, քանի որ շոուն ունի թիրախային լսարան, ով պետք է նայի Մեգանին եւ կրկնի նրա դժվար ուտեստները կամ դետալներով թխված քաբլիթները։ Աշխատող մայրերը ԱՄՆ-ում դրա ժամանակը չունեն, հատկապես ԱՄՆ-ում։ Շատ կանայք իրենց երեխաներին բարեկեցիկ կյանք ապահովելու համար աշխատում են 2-ից 3 տեղերում։ Իսկ այն կինը կամ մայրը, ով կարող է իրեն նման շքեղություն թույլ տալ, նա դա չի անի, քանի որ դրա համար ունի աշխատողներ եւ բավականին գումար խանութից լավագույնը գնելու համար։ Իսկ երիտասարդներին խոհարարական շոուով չես գրավի։ Սերիաներից մեկում Մեգան Մարկլը շտկել է Մինդին, նշելով, որ այժմ իրեն պետք է կոչել Sussex, այլ ոչ թե Markle։ Այս միջադեպը տեղի ունեցել շոուի ընթացքում, որտեղ Մինդին նրան անվանել է Մեգան Մարկլ։ Մեգան արձագանքել է. «Դու գիտես, ես հիմա Sussex եմ»։ I don't think anyone in the world knows that Meghan Markle has eaten Jack in the Box and loves it. Funny too. You keep saying Meghan Markle, you know I'm Sussex now. You have Մեգանը բացատրել է, որ Sussex ազգանունը կարևոր է իր ընտանիքի համար, քանի որ այն միավորում է իրեն որպես ընտանիք։ Նա նշել է, որ այդ անունը կիսում է իր երեխաների Արչի եւ Լիլիբեթի հետ, ինչը մեծ նշանակություն ունի իր համար։ Նա ասել է՝ դա մեր
ընդհանուր անունն է, որպես ընտանիք, եւ ես չէի գիտակցում, թե որքան կարեւոր կլինի դա ինձ համար, մինչ չունեցա երեխաներին։ Բոլորն էլ գիտեն, որ Մեգանը շատ խելացի եւ հաշվենկատ կին է։ Նա քաջ գիտակցում է իր ազգանվան ազդեցությունը, քանի որ այն սովորական ազգանուն չէ, դա թագավորական անուն է։ Թագավորական ազգանուն է, թագավորական տիտղոս է, որը նրան տվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքը, ում մասին նա մշտապես վատ բաներ է խոսում։ Այս ազգանունը ունի մեծ ազդեցություն։ Մեգանը դա քաջ գիտակցում է։ Այս միջադեպը որոշակի քննարկումներ առաջացրել հանրության շրջանում։ Որոշ դիտորդներ կարծում են, որ Մեգանի արձագանքը կոպիտ էր եւ անհարկի, մինչդեռ ուրիշները հասկանում են նրա ցանկությունը շեշտելու իր ընտանեկան ինքնությունը։ Բա իհարկե, ով չէր ցանկանա, չէ՞ որ նրանք հենց այդ ազգանվան շնորհիվ են գումար աշխատում։ Այս շոուն շատ լավ միջոց էր գովազդելու Մեգանի բրենդը։ Այո, Մեգան Մարքլը, ներողություն, Մեգան Սասեքսը պաշտոնապես ներկայացել է իր նոր As Ever ապրանքանիշը ապրիլի 2-ին։ Ըստ կայքի, այս ապրանքանիշը ներկայացնում է Մեգան Սասեքսի սերը խոհարարության, հյուրընկալության եւ առօրյա կյանքի գեղեցկության հանդեպ։ Առաջին հավաքածուն ներառում է մի շարք ընտրված ապրանքներ, որոնք արտացոլում են Մեգանի անձնական ոճը։ As Ever ապրանքանիշի առաջին թողարկումը ներառում էր հատապտղային ջեմ, վայրի ծաղիկներից մեղր, հիբիսկուսի թեյ, բլիթների խառնուրդ եւ ծաղկային շաքարավազ։ Տեսականին վաճառքի է հանվել ապրիլի 2-ին եւ ամբողջությամբ սպառվել 1 ժամվա ընթացքում։ Մասնավորապես վայրի ծաղիկներից մեղրը, որը սպառվել է ընդամենը 5 րոպեում։ Հիմա դուք կասեք, «Վաու, այս ինչ ցնցող ցուցանիշներ են», բայց սա նորմալ երևույթ է։ Առաջին վաճառքի ժամանակ հայտնի մարդիկ իրենց կայքում տեղադրում են համեմատաբար քիչ քանակությամբ ապրանքատեսականի։ Սա լրացուցիչ աժիոտաժի համար է արվում, որպեսզի մարդիկ տեսնեն այս բումը, որ 1 ժամվա ընթացքում Մեգանը վաճառել այսքան ապրանք եւ գնան կայք, որպեսզի ուսումնասիրեն, տեսնեն, թե այդ ինչ կա կայքում։ Մենք շնորհավորում ենք Մեգանին եւ սպասում ենք նրա շոուի երկրորդ մասին, որը արդեն իսկ հաստատվել է։ Դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, ով ավելի հայտնի է իր Սումերկի Բելլայի դերով, ամուսնացել է իր երկարամյա զուգընկերուհի Դիլան Մեյերի հետ։ Նրանք ամուսնացել են ապրիլի 20-ին Լոս Անջելեսի Կասիտա դել Կամպո մեքսիկական ռեստորանում անցկացրած համեստ եւ մտերիմ արարողության ընթացքում։ Ամուսնության արարողությանը ներկա են եղել մոտ ընկերներ եւ ընտանիքի անդամներ, այդ թվում դերասանուհի Էշլի Բենսոնը եւ նրա ամուսինը։ Քրիստեն Ստյուարտը եւ Դիլան Մեյերը նախընտրել են չկրկնել ավանդական հարսանեկան ձևաչափը, ընտրելով իրենց ոճին համապատասխան համեստ եւ անկաշկանդ արարողություն։ Կոաչելա ամերիկյան խոշորագույն երաժշտական փառատոնը, որը տեղի ունենում Կալիֆոռնիայի Ինդիո քաղաքում, Կոաչելա հովտում վերջապես տեղի ունեցավ։ Այն անցկացվում է ամեն գարուն սովորաբար ապրիլին եւ տևում է 2 կամ 3 հանգստյան օրեր։ Փառատոնը հայտնի է իր բազմազան երաժշտական ծրագրերով, ներկայացնելով տարբեր ժանրեր՝ ռոք, պոպ, հիփ-հոփ, էլեկտրոնային եւ այլն։ Բացի երաժշտությունից, Կոաչելան հայտնի է իր յուրահատուկ մթնոլորտով եւ նորաձևության ազդեցությամբ։ Այն դարձել է մշակույթի մեծ իրադարձություն, հայտնի մարդկանց, ինֆլուենսերների եւ հազարավոր երաժիշտների հանդիպման վայր։ Սակայն հանդիսատեսը չի կիսում նման կարծիքներ, քանի որ ստիպված են լինում շաբաթներով գիշերել մեքենաների կամ վրանների մեջ, առանց զուգարանի, առանց բաղնիքի եւ առավոտյան դիմանալ կիզիչ արևին, իսկ երեկոյան ցուրտ քամիներին։ Ամեն տարի կազմակերպիչները ստանում են մեծ հեյթի բաժին, քանի որ անկազմակերպ են։ Եվ Կոաչելան իր արդիականությունը կորցնում, այդ իսկ պատճառով այս տարվա գլխավոր հեդլայներները շատ հայտնի երգիչներ էին։ Կոաչելան այս տարի անցկացվել է ապրիլի 11, 13-ին, 18-ին եւ 20-ին։ Գլխավոր հեդլայները Լեդի Գագան էր։ Նա վերադարձել էր Կոաչելայի բեմ ներկայացնելով թատերական շոու, ներառյալ իր հայտնի հիթերը։ Հեդլայներներից էին Green Day-ը, Post Malone-ը, Travis Scott-ը, Blackpink, Lizzo եւ Jennie, Ed Sheeran-ը եւ Benson Boone-ը։ Ապրիլի 11-ին Benson Boone-ը իր Կոաչելայի դեբյուտային ելույթի ժամանակ բեմ է հրավիրել 77-ամյա Brian May-ին միասին կատարելու Queen-ի հայտնի Bohemian Rhapsody երգը։ Boone-ը հագել էր Freddie Mercury-ի ոճով վերարկու եւ ցուցադրել իր ակրոբատիկ շարժումները։ May-ի մասնակցությունը հատկապես տպավորիչ էր հաշվի առնելով նրա առողջական խնդիրները 24 թվականին կրած թեթև ինսուլտը։ Չնայած ելույթի բարձր մակարդակին, հանդիսատեսի արձագանքը համեմատաբար սառն էր։ Boone-ը TikTok-ում անդրադարձել է այս իրավիճակին, ցուցադրելով, թե ինչպես է փորձում հանդիսատեսին հասկացնել Brian May-ի մշակութային ազդեցությունը։ Նա գրել է, որ փորձել է Կոաչելայի հանդիսատեսին հասկացնել, թե ինչպիսի լեգենդ է Brian May-ը եւ ինչ ազդեցություն ունի երաժշտության եւ աշխարհի վրա։ Երբ Brian May-ը բարձրանում է բեմ, նրան չեն դիմավորում ծափողություններով, քանի որ չեն հասկանում, թե ով է այս մարդը, մտածում են սովորական գիթառիստ է։ Իսկապես շատ տխուր է, երբ մեր սերունդը չի ճանաչում լեգենդներին եւ թե ինչ երաժշտություն են լսում։
Եթե Brian May-ի ելույթը ունենար Անգլիայում, ապա ամեն բան այլ կլիներ։ Քուինի հայրենիքում նրանց ճանաչելը անհնար է եւ ընդհանրապես Եվրոպայում, թեկուզ ասիական երկրներում Brian May-ին չճանաչելը դա համարյա թե անհնարին բան է, հատկապես երաժշտասերների շրջանում։ Lady Gaga-ի Coachella 2025-ի ելույթը հիմնականում արժանացել է բարձր գնահատականների իր թատերական բեմադրությամբ, նորարարական մոտեցումով եւ հզոր կատարումներով, սակայն որոշ քննադատություններ եւ դիտողություններ նույնպես հնչել են։ Երկրորդ շաբաթվա ելույթի ընթացքում ապրիլի 18-ին Գագայի միկրոֆոնը փչանում է Աբրակադաբրա երգի կատարման ժամանակ։ Նա արագ արձագանքում է եւ փոխում է միկրոֆոնը շարունակելով ելույթը։ Ինչպես նաև նա հումորով նշել է, որ առնվազն գիտեք, որ նա կենթանի է երգում։ Reddit-ի որոշ օգտատերեր քննադատել են Գագայի ելույթը, նշելով, որ նրա շնչառությունը ծանր էր եւ որոշ հատվածներում կարծես թե ձայնագրված էր։ Նման դիտողությունները, սակայն հիմնականում անհատական կարծիքներ են եւ չեն արտացոլում ընդհանուր գնահատականը, քանի որ երգել եւ պարել կատարել նման դժվար շարժումներ առանց շնչառությունը վերահսկելու դա ուղղակի անհնար է։ Ընդհանուր առմամբ Lady Gaga-ի Coachella-ի 2025-ի ելույթը համարվում է հիշարժան եւ նորարարական, չնայած որոշ տեխնիկական խնդիրների եւ կառուցվածքային դիտողությունների։ Շոուն պետք է նայել նա 22 երգ է կատարում իր երգացանկից եւ սա պարզապես փառատոն չի, կարելի ասել Գագայի մենահամերգն է նման շոու ծրագրով։ Ամենաերիտասարդ ինֆլուենսեր, գործարար եւ մոդել Քենդլ Ջենները եւ Հեյլի Բիբերը Coachella-ի ժամանակ ակտիվորեն զբաղվում են իրենց բրենդի վաճառքով։ Քենդլը 818 տեկիլա է, իսկ Հեյլին Road Cosmetica-ի շրթերի բալզամներով։ Նրանք կատարել են հիանալի մարքեթինգային քայլ, տեղադրելով Coachella-ի հովտում ֆոտոբոքսեր, տեղադրելով այնտեղ իրենց արտադրանքների մինի տարբերակները։ Coachella-ն շատ լավ վայր է առևտրով զբաղվելու համար։ Հեյլին ինչպես միշտ ստանում է մարքետոլոգների բարձր գնահատականները։